հավիտյանս հավիտենից ամեն Աստվածս և խոստովանի, ես սուրբ ոգի և երկիր պագանեմ, որ ես պատճառ կենքանության եղել և խաղաղարան աշխարհի, որ ըստ գիտություն աշակերտացած բազում գիտության մտցել և երեխեն լեզուս բաժանյալ անճարելյով սուսարնոցալ աղաղակեն դեր գնայա երկեցոզներ Եվ ևս խաղաղությանս Տեր ավաչեսու կնկակեցո և ողորմյան Տեր թագավորյաց վայելչությունս գեցավ Տեր զորությունն մեջ յուրիած Աստատյաց աշխարհի սասանեսի պատրոն ճամփուկի սկզբանե հավիտյանս դուես Ամբարձան գետեր ամբարձին գեցս ձայնս յուրիանց և հարուցեն գետի գնացս յուրիան Իդարը յուր պարմած կանչելեր են զոսարը ծովու Կանչելի ես դու դեպի բարձունս վկայության կուս մեկ ուշ հավատացար Հարթոր և որդվո և հոգտերով Այժմ և նիշի հավիտյանս հավիտենից ամեն Տեր թագավորյաց վայելչությունս գեցավ Ի հարաշաշ աղբեր են անատահոսըտ վտակ Կենթանարար սուրբ ոգի օրհնյալ ես լույս ճշմարիտ Այսօր Իսուր վերնատուն եկյալ Աստված ճշմարիտ Հրաշար զարդյալ զարակյասի լույս պարած կոց հոգի Հարքով և որդո և որդու սրտով Այդ միենիշ և հավիտյանս հավիտենից ամեն Հրշկողը կարախ հնդուրդյան բաշակերտած ընլծյալ Պարադրելով երկեին օրդյալ ես լույս գերազան Սիքո է կարողություն և զորություն և փառ հավիտյան ամեն Սուրբ Աստված սուրբ և հզոր սուրբ և անմար որ եկիր և հանրար խարակյալ օրհնյա մեջ Սուրբ Աստված սուրբ և հզոր սուրբ և անմար որ եկիր և հանրար խարակյալ օրհնյա մեջ Սուրբ Աստված սուրբ և հզոր սուրբ և անմար որ եկիր և հանրար խարակյալ օրհնյա մեջ Եվ ևս խաղաղությանս Տեր աչեսու Տեր ողորմյան Ասը խաղաղության ամենայն աշխարհ և հաստատության սրբով եկեղեցու ըստ Տեր աչեսու Տեր ողորմյան Ասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսat ըստ Տեր աչեսու Տեր ողորմյան Ասն հայրապետին մերոտ յարն գայքին սրբազնագույն կաթոլիկոսին կենաց և բրկությանով կորի ըստ Տեր աչեսու Տեր ողորմյան
իշխանած զորավարած և զորացնոցի, ըստ Տեր աղաչ Եսուս, Տեր ողորմյա, ասրնը խոսնան գուցերոց, որ ճշմարիտ և ուղի հավատողի Քրիստոսն ընկեցին, ըստ Տեր աղաչ Եսուս, իշատեր ողորմյա, և ևս միաբան բասն ճշմարիտ և սուրբ հավատուրիս մերով, ըստ Տեր աղաչ Եսուս, Տեր ողորմյա, Սանձինս մեր ևս միմյանս ճարն Աստուծո ամենակալին, հանձնարասու, քեզ անընդհանձ եղիցու, ողորմյաց մեզ Տեր Աստված մեր ըստրեցի ողորմության կուր, ասասու կամենեքյան միաբանության, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Ողորմած և մարդասերես Աստված բոլոր, և ես վայլեփած, և պատիժ, և գիշերվանյանս հավիտենգի Եհան զիսի գբոտ առապանած իկավո և ի տղմո։ Ընթերցումս Երեմիայի մարգարեությունից է։ Աստծու պատգամը ուղված Քերկիայի որդի Երեմիային, որը Բենյամինի երկրում Անաթոթում ապրող քահանաներից է։ Տերը նրա հետ խոսեց Հրեաստանի արքա Ամոնի որդի Օսիայի օրոք, Վերջինիս թագավորության 13-րդ տարում, նաև Հրեաստանի արքա Օսիայի որդի Հովակիմի օրոք, մինչև Հուդայի երկրի արքա Օսիայի որդի Սեդեկիայի 11-րդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի բնակության գերությունը, որ տեղի ունեցավ նույն տարվա 5-րդ ամսին։ Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. դեռ քեզ որովայնում չստեղծած, ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած սրբացրի քեզ, ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի։ Իսկ ես ասացի. Տեր, ով դու Տեր, ահա ես նույնիսկ խոսել չգիտեմ, քանզի մանուկ եմ։ Տերն ինձ ասաց. մի ասա, թե մանուկ եմ ես, ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, և այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։ Չվախենաս նրանից, ասում է Տերը, քանզի ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար։ Եվ Տերը ձեռքն ինձ երկարելով հպեց բերանից ու ասաց. ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։ Ահա քեզ այսօր իշխանություն տվի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, կառուցես ու հաստատես։ Ընթերցումս դարձյալ Երեմիայի մարգարեությունից է։ Մատթանի որդի Սափատյան, Պասքորի որդի Գոդողյան, Սեղեմիայի որդի Հովաքաղը և Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խոսքերը, որ նա լսում էր ամբողջ ժողովրդին, թե այսպես է ասում Տերը. ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի։ Նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի։ Այսպես է ասում Տերը. այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի զորքի ձեռքը, պիտի գրավեն դա։ Եվ իշխաններն ասացին թագավորին. թող սպանվի այս մարդը, որովհետև այդպիսով նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի, այդպիսի խոսքեր ասելով նրան։ Այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության։ Իսկ Սեդեկիա արքան ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. ահա նա ձեր երդում է։ Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը, իսկ գբի մեջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր, Երեմիան մնաց տիղմի մեջ։ Եթով բացի Աբդիմելեքը ներքինի մի մարդ, որը թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել են գուբը։ Արքան նստած էր Բենյամինի դրանը, երբ թագավորական ապարանքից նրա մոտ գնաց Աբդիմելեքը, խոսեց թագավորի հետ ու ասաց. Տեր արքա, այդպես վարվելով Երեմիայի մարգարեի հետ, այդ մարդիկ ըստ ամենայնի չարիք գործեցին, որովհետև նրան նետեցին գուբը
որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր, սովի միջոցով մահվան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկա։ Թագավորը Եթովպասի Աբդիմելեքին հրաման տվեց ու ասաց. այստեղից դու քեզ հետ վերցրու 30 մարդ, մարգարեին հանեցեք այն գբից, որպեսզի չմեռնի։ Աբդիմելեքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագավորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առավ հին կապերտներ ու հին պարաններ և դրանք իջեցրեց Երեմիայի մոտ գբի մեջ։ Աբդիմելեք Եթովպացին Երեմիային ասաց. հին կապերտներն ու բրդերը դիր քո թևատակերին պարանների տակ։ Երեմիան այդպես էլ արեց, նրան պարաններով քաշեցին և հանեցին գբից։ Երեմիան նստեց բանտի գավթի մեջ։ Ընթերցումս Պետրոս առաքյալի ընդհանրական երկրորդ նամակից է։ Տերը գիտե Աստված պաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգներին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայհոյելուց։ Այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ։ Բայց այս մարդիկ անվան անասունների նման, որոնք իբնե որսի և մորթվելու համար են, հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով, որպես վարձատրություն իրենց անիրավության։ Սրանք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում, կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ, ձեզ խրախճանակից լինելով։ Աչքեր ունեն պոռնկությամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ, անեծքի որդիներ։ Թողնելով ուղիղ ճանապարհը մոլորվեցին, ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրավության վարձը սիրեց։ Եվ այն Բաղաամի, որ իր անօրինության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոսեշը մարդկային լեզվով խոսելով արգելք եղավ մարգարեին, որ չկատարի այդ անօրենությունը։ Սրանք ցամաքած աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ, խավարի աղջամուղջները հավիտյան նրանց համար են պահված, քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբարելով, անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։ Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառայեն ապականությանը, քանի որ մարդ, ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է։ Որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնված մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը։ Քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց։ Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առատը, թե շունը վերստին է դառնում իր փխսածին, և թե լվացված խոզը վերստին է թավալվում իղմի մեջ։ Ալելույա, ալելույա, եկեղեցիս օրհնեցեք Աստված և ըստեր աղբերած Իսրայելի։ Երկվածությամբ նվարում Սրբով ավետան Հիսուսի Քրիստոսի, որս Մատթեոսի, Ո
Յարը մերով Իսուսի Քրիստոսի, այժմ իբրև եթե սերոդես, թե խապեցավ իմ օգուց անտի, բարկացավ ուշտ և առաքյալ կոտորյաց, զամենայն մանկուսն, որ էինի բետեր, և ամենայն սամանս նորա, հերկեմենից, և ի խոնար ժամանակին զոստուգյաց իմ օգուց, այժմ կատարեցավ ասացյալը իձերը Երեմիա մարգարեի, որ ասեր, ձայն բուժյացի Ռոմա, ողբումն, ելալումն, և աշխարումն հուշ, ռաքել այգզորդիսյու, և ոչ կամեր մխիտարել զիբոչեի։ Եթե փոփոխելիք են կամ այլելելիք, զայնպիսի նսովե կաթողիկ է և առաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ մեր պարողեց Պրոկորանս երկիր պագանելով սրբոյնովիցյան աստվածությանը, որ և որդմոյ ողնի սրբով, արժս և իշտ և ավիցյանը սավիլենից մամեր։ Եվ ևս խաղությանս Տեր աչեսու, Տեմոնյա, և ևս հավատով աղաչեսու և խնդրեսու գիտյար Աստուծո և վերջեմեր Իսուսը Քրիստոսը, իժամուս պաշտամը և աղոտից, զիարժանին քնուրության արասեր, դրից հետև ձայնի աղաշանած մերոս, ընկացիր խնդրվածը սրտից մերոս, թող ձեզ անցանս մեր հոր մեսի վերամեր, աղոտ մեր և խնդրված կամենայի ժամը ծեն առաջին եզի տերության նորա, և նավտացել ես միապանդիով հավատով և արկայության աստակերի գործս բարյած, զիծովորմության շնորը շուրարասի վերամեր,
Դեն ամենակապ Եզուս Սեևոր Մեսի, Ըժյանը սուրբ պատարակից և զարաչակալորս խաղության պանցուցանել հավատով, իդյար մեր խնդրեսուր, հսրեշտակ խաղության պահապանանձանցնելոց, իդյար մեր խնդրեսուր, հսկավություն և հստողություն անցանացնելոց, իդյար մեր խնդրեսուր, Սրբող խաչին մեծ և կարով զորություն օգնություն անձանցնելոց, իդյար մեր խնդրեսուր, և ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույցներով, ըստ Տերաջ Եսուս, Սանձինս մեր ևս միմյանս տյարն Աստուծո ամենակալին, հանձնարասուր, Գորգյաց մեզ Տեր Աստված մեր ըստրեկի ողորմությանքում, ասացուկ ամենեքյան միաբանությամբ, Որպեսի արժանավոր եղիցու կողքյան պարագորելս կեզ որ եսու կողքույն արժանի և արիկանս հավիտենից ամեն խաղացություն ամեն Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Տեր Աստված, օրհնես ձեզ
Ալիքացու կերկյուլիվ կասու, արվով
Սեր, աստվածային երկրույն, ունինակ ես էր ամենական, երկով ասարում, դրսյակներ վարով, Amen.
Եպիսկոպոսապետն մեր և զբաղվածան հայրապետն ամենայն հայրով,
Շնորհես ձեզ մեզ, անկեկանամուս ուղի վարդապետություն։ Հայաստան, Հայ վարդուսատ և արևմտյան Հայաստան աշխարհացրիչ և որդս հայով, զորաստուծեց և պահպանեց ձեզ համայ ամասն թողանյավ ամենազորաչոքով, իսինություն, իպաղաղություն և
Եկեցո և օրմյա, և պահյազ մեզ Տեր հոյի, շնորհի։ Այսօր 7-րդ օրն է Սուրբ Հոգու Գալստյան տոնը, վերջին օրն է և նախ ուզում եմ ձեզ համար կարդալ Պողոս Առաքյալի գաղատացիների ուղղված նամակի մի հատված, 5-րդ գլխից է հատվածը, բայց ասում եմ ձեզ, հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը, քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի արեք այն, ինչ ուզում եք, իսկ եթե հոգով եք առաջնորդվում, ապա օրենքի տակ չեք, որովհետև մարմնի գործերը հայտնի են, շնություն, բորնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ, ասում են Առաքյալը։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Իսկ հոգու պտուղը այս է. սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուշկարություն, այսպիսի բաներին օրենք չկա, և նրանք, որ քրիստոնյաներն են, խաչն են հանում իրենց մարմինները կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե ապրում ենք հոգով, ըստ հոգու էլ ընթանանք, և սնապատ չլինենք միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով։ Փոքրիկ, համառոտ և հստակ խոսում է Առաքյալը, թե ինչ է հոգու կյանքը, Սուրբ Հոգու շնորհներն ունեցող մարդու կյանքը և ինչ է մարմնավոր մարդու կյանքը։ Հիմա մենք մտածում ենք, ինչ միջոցով մեջ է այսօր մեր աշխարհը։
մարմնի ընթացքի մեջ է, թե հոգու ընթացքի մեջ։ Միանշանակ է պատասխանը, որ հոգու ընթացքի մեջ չի, մարմնի ընթացքի մեջ է։ Աստված մարդուն դրախտը տվեց և պատվիրան տվեց Աստծո հետ լինելու։ Մարդը մերժեց Աստծուն, ընտրեց չարին, սատանային։ Աստված այցելեց մարդուն իր մարմնանալով, մարդանալով, որպեսզի փրկություն բերի մարդուն։ Մարդը նորից մերժեց Աստծուն, խաչը հանելով։ Աստված նորից այցելեց մարդուն, Սուրբ Հոգու գալստյան և հոգու պտուղները շնորհեց։ Հոգու կյանքը շնորհեց մեզ։ Մարդը աշխարհ այսօր նորից մերժեց Աստծուն։ Ստացվում է, որ Աստված ձախողվեց եղա Աստծո իր գործերի մեջ կամ իր ծրագրերի մեջ։ Խալիցի։ Աստված չի ձախողվել, մարդն է ձախողվել։ Որովհետև բոլորը չէ, որ մերժել են։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, փրկվողներ կան, քչերն են, բայց կան։ Շատերը պիտի ուզենան, բայց պիտի չկարողանան, բայց քչերը պիտի փրկվեն։ Նրանք են, ովքեր չեն մերժել, նրանք են, ովքեր ունեն այս ամեն ինչը, այս հոգու պտուղները, ինչի մասին խոսում է առաքյալը, և մերժել են մարմնի այն գործերը, ինչի մասին խոսում էր առաքյալը։ Հիմա այս շատ բարդ բան չունենք, բարդ բաներ խոսեցինք, պարզո բաներ են այս ամեն ինչը, բայց խնդիրը մեր խնդիրն է։ Աշխարհը գիտենք, հասարակությունը գիտենք, մարդկությունը գիտենք, բա մենք ո՞նց ենք։ Մենք այս հոգու պտուղներն ունենք, այսպես ենք ապրում, թե մարմնի չար գործերի մեջ ենք ապրում, որոնց մասին զգուշացնում առաքյալը, որ այսպիսի բաներ գործողները երկնքի արդարությունը չեն ժառանգելու։ Մենք մեր մարմնի կրքերն ու ցանկությունները խաչն ենք անել, ինչպես ասում է առաքյալը, թե դրանց հագուրդ ենք տալիս, դրանց հետևից ենք ընթանում։ Այդ բանը մենակ մենք գիտենք և Աստված գիտի։ Սուրբ Հոգին եկավ, իր առաջ շնորհները սփռեց աշխարհի մեջ։ Մենք վերցնողներ եղանք այդ շնորհների, թե չեղանք։ Անցյալին հիշեցի։ Առաքյալն ասում է, մի լցվեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Եվ ասացի, որ այստեղ գինի բառի տակ չհասկանան ում այդ խմիչքը, որի մասին խոսում է, խաղի հյութից պատրաստված այդ խմիչքը, որի մասին խոսում է, մենք ասում ենք գինի որպես, այլ հասկանանք աշխարհը, աշխարհի ցանկությունը, աշխարհի ընթացքը, աշխարհի հոգին, աշխարհի ոգով ընթանանք, թե Սուրբ Հոգով լցվենք։ Գոնե այստեղ հավատացներս, քրիստոնյաներս ուզում ենք հասնել երկնքի արդարության, ուզում ենք հասնել փրկության, բայց նաև ցավոք սրտի չենք ուզում հրաժարվենք այս աշխարհից, մարմնի ցանկություններից, բայց առաքյալը հստակ ասում է մարմինը հոգուն հակառակ է,
Հոգին մարմին հակառակ։ Չես կարող երկուս իրար հետ համատեղել։ Չես կարող մնալ մարմնի ցանկությունների մարմնի ընթացքի մեջ և հասնել փրկության։ Հակոբոս Սարակյանը երկմիտ մարդը, երկու մտքի վրա շատավոր մարդը, թող չկարծի, որ որևէ բան կհասնի։ Եվ այսօրվա ավետարանական հատվածն եմ կարծում։ Մատթեոսի ավետարանի երկրորդ գլխի փոքրիկ հատվածը, որտեղ Բեթղեհեմի մանուկների կոտորածն է նկարագրում։ Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ, և մարդ ուղարկեց և կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթլեհեմում և նրա սահմաններում էին գտնվում, և 2 տարեկան և դրանից ցած էին, ըստ այն ժամանակի, որ ստուգել էր մոգերից։ Այն ժամ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասվածը, Ռամայում մի ձայն ուժեց, ողբ ու լաց և սաստիկ կոց։ Ռաքելը լարիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկան։ Կոտորած, ողբ, լաց և կոց։ Ինչու՞, որովհետև Քրիստոսին էին մերժում, որովհետև Քրիստոսին էին ուզում սպանել, Քրիստոսին էին ուզում աշխարհից վերացնել։ Էս էր ուզում Հերովդեսը։ Այսօր կոտորածը, ողբա, կոծա և լացը։ Եվ Աստծուն մերժելը ավարտվում է սրանով։ Սուրբ Հոգու մերժումը մեզ հասցնելու այս վիճակին։ Արդեն հասած աշխարհ, բայց նաև մեզ հասցնելու, մեզ անհատապես հասցնելու այս վիճակին։ Որտեղ չի կարող մարդը Սուրբ Հոգուն մերժել և ինքը մնալ խաղաղության, սիրո, երանության մեջ։ Այդ բոլորի աղբյուրը, այդ բոլորի բաշխողը Սուրբ Հոգին է, Աստված է։ Առանց Աստծո չկա այդ ամեն ինչը։ Աշխարհի մեջ այդ ամեն ինչը չկա։ Ուրեմն որպեսզի այս վիճակից դուրս մենք ջանանք Սուրբ Հոգու շնորհների մեջ ստորանալ, ջանանք Սուրբ Հոգու շնորհները պահել, որ ստացանք մկրտությամբ, որ ստացանք ձեռնադրությամբ, որ ստացանք տարբեր կերպերով աստվածային խորհուրդների միջոցով, որ ստացանք Սուրբ հաղորդության միջոցով, որ ստացանք խոստովանության ապաշխարության միջոցով, ջանանք այդ շնորհները պահել, որտեղ դրանք պետք է պահել, ինքնըստինքյան չեն լինում։ Աստված մարդուն կյանք է տալիս, մարդը ծնվում է, բայց այդ ծնված մարդուն պետք է խնամել ու պահել, ինքնըստինքյան չի ապրի այդ մարդը։ Նույնն էլ հոգևոր կյանք։ Պողոս առաքյալն ասում է, ես ամենից շատ աշխատեցի Աստծո շնորհի վրա, որ ինձ տրված էր։ Մենք չենք աշխատել։ Մենք ուզում ենք փրկվել, բայց ուզում ենք, որ մեր փրկությունը
համար մենք մատմատի չխորենք։ Մենք որ միայն Աստված մեզ պետք է։ Մյուստեր առաքյալն ասում է արյուն թափելու աստիճան պիտի պայքարեք մեղքի դեմ, ցանկության դեմ։ Արյուն թափելու, այսինքն մեռնելու աստիճան։ Այդ մենք սկի մեզ նեղություն չենք ուզում տալ, ոչ թե արյուն թափելու մասին խոսք։ Այսօր հոգեկարստյան 7-րդ տողն է։ Իմ խոսքը հոգեկարուստ ուրախություն էր, որովհետև ուրախությամբ լցրեց առաքյալներին, ուրախությամբ լցրեց աշխարհը, ցնծություն տիրեց, հոգեկարստյան օրը եւ հոգեկարստով սկսեց եկեղեցու հաղթական կյանք աշխարհի մեջ։ Բայց այսօր ես շատ տխուր բաներ եմ ասում, այդ ուրախություն չկա իմ ասածի մեջ։ Ինչի՞, որովհետև ստացվում է, որ մենք այդ ամեն ինչի կրողները չենք լսել։ Մեզ տրվել է, բայց մենք չենք ընդունել, չենք պահել, չենք կրում։ Դրա համար մենք մեջ կա նախանց, կռիվ, սպանություն, չարություն, ատելություն, ողակալություն, կեղծիք, սուտ, խաբկան, աշխարհսիրություն, արծաթսիրություն։ Հիմա մենք պիտի տխրենք, որ հետո ուրախանանք։ Հիմա մենք պիտի ողբանք, որ հետո ցնցանք։ Հիմա պիտի մենք լաց լինենք, որ հետո մխիթարվենք։ Ավելի լավ է մենք հիմա այս բաների մասին մտածելով մի քիչ տխրենք ու տխրենք, ինչպես առաքյալն ասում, որ այդ տրտմությունը, տխրությունը մեզ տանի ապաշխարության։ Որ մենք ապաշխարության, այդ Սուրբ Հոգու շնորհները առատապես ունենանք, զորանանք դրանց մեջ եւ հասնենք գոյության։ Փառք հրաշական գալության Հոգուսը։ Ժորժյան, ուզում եմ հիշեցնել, որ առաջիկա շաբաթը այդ շաբաթի օրվանից սկսած կարևոր շաբաթ է մեր եկեղեցական կյանքում, կոչվում է Արարատյան շաբաթ կամ Արարատյան սրբերի շաբաթ, որտեղ այդ շաբաթվա բոլոր օրերի կարևորագույն տոներ են մեր դարձի 301 թվականին պատահած դեպքերի կարևորագույն հիշատակություններ են այդ Գրիգոր Լուսավորչի ժամանակվա։ Երկուշաբթի, երեքշաբթի օրերը Օգոստոսյանց եւ Գայանյանց սրբերի տոներն են եւ ամեն տարի մեծահանդես ուրեմն պատարագներ եւ հանդիսություններ լինում Սուրբ Լուսինե եւ Սուրբ Գայանե բանկերում։ Երկուշաբթի, երեքշաբթի պատարագների սկիզբը այնտեղ 10:30 է օրը։ Հինգշաբթի օրը Հովանու Կարապետի եւ Աթանիկինես եպիսկոպոսի հիշատակի օրն է, որոնց նշխարները Գրիգոր Լուսավորչի Կեսարիայից իրեն բերեց եւ առաջին եկեղեցիների հիմքերում զետեղեց դրան։ Շողակաթի բանկում դիմում հետո պատարագը նույնպես ժամը 10:30։ Շաբաթ օրը Գրիգոր Լուսավորչի խոր վիրապից դուրս գալու եւ Հայաստան աշխարհը լուսավորվելու տոնն է, լուսավորելու տոնն է։ Ուրեմն ելքի վիրապ են եւ Կիրակի օրը հաջորդ Կիրակի օրը ուրեմն էջ միացնի տոնն է, ինչպես Գրիգոր Լուսավորչը աստվածային տեսիլքի համաձայն, հա, կառուցեց տրթատարշի հետ միասին էջ միացինը, մեր հավաքի սրբության սրբոցը, մայր կանչելը։ Ուրեմն այս սրբերի տոնն է եւ այդ տոնների հետ կապված մեր համայնքում որոշակի բաներ ունենք այդ օրերին, այդ սրբերի տոներին, երկուշաբթի, երեքշաբթի, դերևս հինգշաբթի է, հինգշաբթի չեն կարել, բայց այս անգամ հինգշաբթի ուրեմն ոտքով պիտի քայլենք, ուրեմն Սուրբ Լուսինե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ բանկերը մասնակցելու պատարագների, շաբաթ օրը ուրբաթ, ուրիշ շաբաթ գիշերը գնանք Աստված կամենա խոր վիրապ այնտեղ պատարագ անելու, խոր վիրապին վրա ելույթ վիրապի տոնին եւ Կիրակի առավոտյան է պատարագը մեր եկեղեցում կանենք առավոտ ժամը 8
առաջին, որպեսի կատարելուց հետո գնան Էջմիածին և Էջմիածին տոնը, նշենք նաև Էջմիածնում ընդերի սուրբ պատրաստություն մասնակցին, այս ուղղակի որպես տեղեկություն մեր առաջիկա Աստծո շնորհը, օրը և Սուրբ Հոգու մխիթարությունը, որ այսօր Երկուներ համարցակազայն բարբարով բանալստերանս մեր, կարդալ կե ետնավորքայ երկեր և ասրել։
երկրին Հիսուսի Քրիստոսի, ճաշակեցուց հպության որիչայր մի պաշտիներով, ու սարություն հավություն տորություն հերով, Սամոս ասացեք յարնաստուծոներով, Սամոս ասացեք ետնավոր կատավորից մերում անմարի, որ նստի կաղես հերով էասանես, Անդերձ կերպով սաղմա
ասացել և ըստերքի ասացեք մեղաստուծով, հավատամքի հայր սուրբ աստված ճշմարիտ, հավատամք որդին սուրբ աստված ճշմարիտ, հավատամք Եվի հոգին սուրբ աստված ճշմարիտ, խոստովանիր և Սիսայ կենքանի և կենքանարար, մարմին և արյուն կյարն մերո և կրկչին Հիսուսի Քրիստոսի, որ լինի մեզի քավություն և ողություն մեղա
Ալիզենականս և սենվացին կենած արկնկերկերին մանանային անապատիորները այս իրակու որեդի ճիճավե զիվորի ես սենվացին կենան որեդի ճիճավ եդելով ծեյակես մանան Իվ ասին դուրեշտան մարմիններ որ ես կատվածին կենած այդքարի Արկես վերաստացներ, սուրպաչիրը սավաչես ու գսել, իսով հարկաշեսել, ես դետուցեն շնորհավորության գնով, ամենակալ վերաստացներ կեսոր գնովորյան։ Amen.